Պարոն Մանուկյան, ձեր խոսքում դուք բազմիցս քննադատել եք օգոստոսի 8-ին կնքված համաձայնագիրը ու կողմ դիրքորոշում եք արտահայտել նոյեմբերի 9-ի կնքված հայտարարության, եռակողմ հայտարարության վերաբերյալ։ Բավականին շատ խեղաթյուրում եւ մանիպուլյացիաներ են եղել նոյեմբերի 9-ի վերաբերյալ մեր դիրքորոշման մասով, երբ որ Լեռնային Ղարաբաղը ենթարկվել է էթնիկ զտման եւ Լեռնային Ղարաբաղում այլևս բնիկ հայ ժողովուրդը չէր ապրում, մենք առաջարկել ենք օգտագործել նոյեմբերի 9-ի փաստաթուղթը եւ մերժել արտոնյալ պայմաններով ճանապարհի տրամադրման Ադրբեջանի պահանջը։ Հիմնավորել ենք հետեւյալ կերպ, որ Հայաստանի համար այդ պարտավորությունը ծնվել է այն դեպքում, եթե կա Լեռնային Ղարաբաղ, հայ ժողովուրդ Լեռնային Ղարաբաղում ապրող եւ նաեւ Լաչինի Միջանցք, որից օգտվում է Հայաստանի Հանրապետությունը եւ Արցախի ժողովուրդը։